Օձի հարսնացուն, լատիշական հեքիաթ։ Ամռան մի շոգ օր 3 աղջիկ լողում էին ծովում։ Նրանցից մեկը հարցնում է. մեզնից ով առաջինը կամուսնանա։ Երկրորդը պատասխանում է. ամենագեղեցիկը կամուսնանա առաջինը։ Իսկ երրորդ աղջիկը լռում է։ Շուտով նա ջրից դուրս է գալիս և ուզում է հագնվել։ Հենց որ ձեռքը մեկնում է, որ վերցնի իր սպիտակ շապիկը, վախեցած ետ է քաշվում։ Շապիկի վրա օձ էր պառկած։ Օձ, այ օձ, խնդրում է աղջիկը, իջիր շապիկիս վրայից։ Նշանվիր ինձ հետ, պատասխանում է օձը, այն ժամանակ կգնամ։ Ինչու չնշանվեմ, որ, ծիծաղում է աղջիկը, միայն թե իջիր շապիկիս վրայից, լավ։ Չէ, չի համաձայնվում օձը, մատանիդ տուր ինձ, մատանիդ։ Աղջիկը մատանին հանում է մատից և տալիս օձին։ Նույն վայրկյանին օձն անհետանում է ծովի հորձանուտում։ Աղջիկը դառը լաց է լինում ճանապարհին, իսկ ընկերուհիները մխիթարում են նրան։ Օձն ինչ է հասկանում հարսնացուից։ Բայց 3 շաբաթ հետո օձը գալիս է հարսնացուի ետևից։ Նա ծովից դուրս է գալիս ոսկե կառքին նստած, գլխին էլ ոսկե թակ։ Լծասարքը շողշողում է ալմաստներով, կառքի ետևից գնում են պալատականները։ Աղջիկը տեսնում է դա և վազում ծնողների մոտ։ Հայրիկ, մայրիկ, ինչ անեմ, օձը եկել է իմ ետևից։ Վախենում են աղջկա ծնողները, չգիտեն ինչ անեն, ինչ ասեն օձին։ Բայց մի պառավ կին ասում է. Օձն ինչ է հասկանում հարսնացուից, մի սակ տվեք նրան, ուրախանա կգնա։ Ծնողները այդպես էլ անում են, աղջկա փոխարեն սագ են տալիս։ Ուրախանում է օձը, վերցնում է սագին և ետ վերադառնում։ Իսկ ճանապարհի եզրին նստած երաշտահավը երգում է. Օձ ամուսնյակը սագիկ է տանում։ Այստեղ օձը գլխի է ընկնում, որ իրեն խաբել են։ 3 շաբաթ հետո նորից գալիս է հարսնացուի ետևից։ Այս անգամ նա բարկացած է լինում և պահանջում է, որ իրեն տան իր հարսնացուին։ Բայց նույն պառավը նախորդ անգամվա պես ասում է. Օձն ինչ է հասկանում հարսնացուից, մի այծ տվեք իրեն, կուրախանա կգնա։ Ծնողները աղջկա փոխարեն մի այծ են տալիս օձին։ Օձն ուրախանում է, վերցնում է այծին ու ետ վերադառնում։ Ճանապարհի եզրին նստած երաշտահավը նորից երգում է. Օձ ամուսնյակը այծիկ է տանում։ Օձը գլխի է ընկնում, որ իրեն նորից խաբել են։ 3 շաբաթ հետո նա 3-րդ անգամ է գալիս հարսնացուի ետևից։ Բայց այս անգամ նա ամպի պես մռայլ է լինում։ Գոռում է, որ չհամարձակվեն իրեն խաբել, թե չէ վայ նրանց։ Ինչ արած։ Ծնողները ստիպված են լինում տալ իրենց աղջկան։ Ուրախանում է օձը, նստեցնում է հարսնացուին կառքն ու ետ վերադառնում։ Իսկ ճանապարհի եզրին նստած երաշտահավը երգում է. Օձ ամուսնյակը հարսնացուին է տանում։ Ամբողջ երկար թափորը հարսնացուի հետ միասին անհետանում է ծովի հորձանուտում։ Մի տարի հետո հարսնացուի մայրը գալիս է ծովի մոտ և հարցնում. Աղջիկս, սիրելիս, պատմիր, ինչպես ես ապրում։ Ծովից մի գորտ է դուրս գալիս և ասում. Երջանիկ է քո աղջիկը, ապրում է մի հարուստ դղյակում և մի տղա է մեծացնում։ Ուրախանում է մայրը և տուն վերադառնում։ Մի տարի հետո նորից է գալիս ծովի մոտ և հարցնում. Աղջիկս, սիրելիս, պատմիր ինձ, ասա, ինչպես ես ապրում։ Ծովից մի խեցգետին է դուրս գալիս ու ասում. Երջանիկ է քո աղջիկը, ապրում է հարուստ դղյակում և փոքր աղջիկ է մեծացնում։ 3-րդ տարին դարձյալ ծովի մոտ է գալիս հարսնացուի մայրը և հարցնում. Աղջիկս, սիրելիս,
պատմիր ինձ, ասա, ինչպես ես ապրում։ Լսելով այդ, օձի հարսնացուն գրկում է ամուսնուն եւ խնդրում, որ թույլ տա իրեն երեխաների հետ հյուր գնան մորտուն։ Օձը չի ուզում կնոջը թողնել, բայց ի վերջո համաձայնվում է, որ նա 3 շաբաթով գնա։ Օձի հարսնացուն վերցնում է տղային ու աղջկան եւ հյուր է գնում մորտուն։ 2 գործ տանում են կառքը, իսկ գայլաձուկը փոխարինում է կառապանին։ Մայրը դիմավորում է աղջկան, գրկում ու չի կշտանում թոռներին նայելուց։ Օձի հարսնացուն 3 շաբաթ մնում է մոր մոտ, հետո վերադառնում է ծով իր ամուսնու, օձի մոտ, եւ ապրում են նրանք ուրախ ու երջանիկ։